Եվ այսպես ուշադրություն Դոնալդ Թրամփը մեծ քանակությամբ զորքեր է ուղարկել Լոս Անջելես, որտեղ որ ընթանում են բողոքի ցույցեր Թրամփի վարած քաղաքականության դեմ, որոնք վերաբերվել են միգրացիային, վերջին ձերբակալություններին և առհասարակ միգրացիոն խստացումներին։ Քանի որ Լոս Անջելեսում ապրում է ավելի շատ հայ, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում, որոշեցինք անդրադառնալ այս հարցին, որովհետև հայերը ևս պատկանում են միգրացիոն այս խմբին, հայերը ևս միգրանտ են և ցանկացած օրենք, որը ազդում է միգրանտների վրա, նաև ազդեցություն է ունենում հայերի վրա։ Ըստ պաշտոնական տեղեկատվությունների, մոտավորապես 3000 հայ ընտանիք ենթարկվել է արտաքսման, ուղարկվել են Հայաստանի Հանրապետություն։ Սրանք հիմնականում վերջին տարիներին Մեքսիկայով Ամերիկա գնացած մեր հայրենակիցներն են, որոնք միգուցե նրանցից շատերը Հայաստանում վաճառել են այն ինչ որ ունեցել են, տներ, մեքենաներ, կամ վերցրել են մեծ քանակությամբ վարկեր և հասել են Ամերիկա, Մեքսիկայի դժվար ճանապարհով, իսկ հիմա հայտնվել են արտաքսման մեջ, արտաքսվել են շատերը և շատերն էլ արտաքսվելու են, նույնիսկ վերջերս TikTok-ում ամենահայտնի բլոգերին, ամենաշատ բաժանորդներ ունեցող անձնավորությանը, որը աֆրիկացի է, Իտալիայի քաղաքացի է, բայց Ամերիկայում 2-3 օր ավել մնալու պատճառով նրան ևս ձերբակալել էին։ Էլ չենք ասում Դոգի Վարդան Ղուկասյանի մասին, այսինքն ընթանում է մի հատ պրոցես, որը ներում բեկում չունի, որը վերաբերվելու է անխտիր բոլորին, և Թրամփը նույնիսկ իր մտերիմ ընկերոջը Իլոն Մասկին ուղարկեց գրողի ծոցը, երբ որ ժամանակը եկավ։ Թրամփի առաջ որևէ մեկը չի կարող լինել անձեռնամխելի, որևէ ազգություն, և ինքը իր նպատակներին ծառայեցնելու համար օգտագործելու է ամեն ինչ, այնպես որ պետք է համակերպվեն։ Մեր հայրենակիցներին կոչ կանենք չխախտել որևէ օրենք, դրանով ավելի կբարդացնենք վիճակը։ Այս ընթացքում աչքի մի ընկեք ոստիկանների կամ միգրացիոն ծառայության աշխատակիցների առջև, ուղղակի փորձեք ապրել այնպես, որ իբր թե դուք գոյություն չունեք նրանց համար։ Այս ժամանակահատվածը, երբ որ Ամերիկան դատարկում են միգրանտներից, շատ խիստ ու բարդ է լինելու, չեն պլստալու բոլոր նրանք, ովքեր որ փորձեն աչքի ընկնել կամ ուղղակի կհայտնվեն սխալ ժամանակ, սխալ տեղում, նրանք արտաքսվելու են։ Իրավիճակը շատ բարդ է, ցույցերը ակտիվորեն ընթանում են, ոստիկանների կողմից կիրառվում են հատուկ միջոցներ, կրակ, արցունքաբեր գազ, ամեն ինչ, և եթե այսպես շարունակվի, իրավիճակը նույնիսկ կարող է ավելի բարդանալ և կարող է նաև լինել զոհեր, վիրավորներ, և սա այն քաղաքում, որտեղ որ ապրում է մեծ թվով հայություն։ Զերծ մնացեք ցույցերից, հեռու մնացեք այդ ամեն ինչից, թող գան ու մաքրեն բոլոր անօթևաններից, նարկոմաններից, Լոս Անջելեսը և կարգուկանոն հաստատվի այդտեղ, դա միայն ամբողջ աշխարհի շահերից է բխում։ Եվ այսպես ուշադրություն, հրատապ տեղեկատվություն, Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը մեծ ցնցումներ է առաջացրել նաև մայրաքաղաք Բաքվում, բնակիչները ամբողջ գիշեր անցկացրել են դրսում։ Ադրբեջանի ողջ տարածքը գտնվում է աղետալի սպառնալիքների ներքո։ Քամիներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր և իհարկե նավթարդյունաբերության հետևանքները, որը ոչնչացրել է Ադրբեջանի մեծամասնության ողջ բնությունը։ Տարբեր պետություններ ևս զբաղվում են նավթի արդյունաբերությամբ, բայց Ադրբեջանը այդ գումարները ամբողջությամբ, այսպես ասած, նախագահական կլանով ոչնչացնում է, և այդ երկրները, որոնք ևս նավթ ունեն, նրանք իրենց երկրի բնությունը հարստացնում են, որ ինչ-որ չափով այդ վնասները կրճատեն, իսկ սրանք իրենց պետությունը քանդում են սեփական ձեռքերով, ինչը նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանի ժողովրդի վերջը գալու է, նրանք հայտնվելու են բնական աղետներով, սպառնալիքների տակ, և ադրբեջանական իշխանությունները որևէ
օգնություն չեն կարողանալու հասցնել սեփական ժողովրդին։ Ադրբեջանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի վերաբերյալ չինական հատուկ հետազոտող խումբը եզրակացություն էր տվել, որ այնտեղ սպասվում է բավականին ուժեղ երկրաշարժ և զգուշացրել էր ադրբեջանցիներին։ Հետևյալն էր եզրակացությունը, որ նախ պարբերաբար է այնտեղ տեղի ունենում և այդ ամեն ինչը ըստ նրանց բացատրության տեղի է ունենում այդքան շատ հորատումների պատճառով երկրի ընդերքը ծակում են և գազ ու նավթ են արդյունաբերում, ինչի հետևանքով տեղի են ունենում այդքան շատ երկրաշարժեր, ցնցումներ Ադրբեջանի տարբեր շրջաններում, հիմնականում հենց Բաքվի շրջակայքում այդ տարածքներում։ Օրեր առաջ ադրբեջանական լրատվականները տեղեկացրեցին այն մասին, որ կրկին Լեռնային Ղարաբաղում մարդ է պայթել ականի վրա։ Սա երևի թե մի քանի 100-րդ դեպքն էր։ Անընդհատ մարդիկ են պայթում Լեռնային Ղարաբաղում ականների վրա։ Ադրբեջանական իշխանությունը 5 տարի չկարողացավ Լեռնային Ղարաբաղում տարածքը ականազերծել, նույնիսկ այն պարագայում, երբ որ հայկական կողմը նրանց փոխանցել էր ականապատ տարածքների քարտեզները։ Ադրբեջանական ժողովրդին Ալիևի հրամանով տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ այնտեղ բնակվելու, որպեսզի բնակչություն լինի այդ տարածքներում և այդ տարածքները չդառնան ամայի տարածքներ։ Նրանց Ալիևը նվիրում է տուն, կառուցում է այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ, ապրելու պայմաններ, բայց աշխատանք չկա այնտեղ, և մարդիկ, ովքեր որ Ադրբեջանի տարբեր ծայրամասային գավառներից են, տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, բայց ստիպողաբար, քանի որ նրանք նույնիսկ եթե ստանան լավ բնակարաններ, նույնիսկ եթե ստանան լավ գումարներ, միևնույն է վախենում են, որ հայերը մի օր վերադառնալու են, նաև վախենում են այդ ականներից։ Եվ Ալիևը թող ամեն անգամ խոսելուց առաջ մտածի հենց սրա մասին, որ իր ժողովուրդը վախենում է հայ ժողովրդից, հայկական բանակից, և շատ ճիշտ է անում, որ վախենում է, որովհետև եթե նույնիսկ մենք այսօր ուզում ենք, որ լինի խաղաղություն, այո, մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, բայց դա չի նշանակում, որ կարելի է դա ներկայացնել որպես վախկոտություն, ներկայացնել որպես թուլություն, այդ ոնց ենք մենք վախկոտ, որ մենք 30 տարի ամբողջ աշխարհը մեր դեմ ա եղել, բայց Լեռնային Ղարաբաղը պահել ենք ու կպահենք, եթե ամբողջ աշխարհով մեր դեմ պատերազմ չհրահրվեր։ Հայկական բանակը ի վիճակի է Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի պատասխան տալ համահունչ, ինչքան որ պետք է, ինչքան որ սպառնալիքը կարելի է չեզոքացնել այդքանով։ Հայկական բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից և ընդհանուր առմամբ որտեղից որ գնում է զենքեր, այդ զենքերը չի գնում ուղղակի ունենալու համար, այդ զենքերը թշնամուն սաստելու, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը պաշտպանելու համար են։